Ինչ է մեղքը։ Այն ամենը, ինչ մարդուն հեռացնում է Աստծուց, մեղք է։ Ինչը որ մարդուն հեռացնում է Աստծուց, այդ ամեն ինչը մեղք է, իմանանք։ Ուրեմն մենք շատ լավ հասկանանք մեր մտածածը, մեր խոսածը, մեր գործածը մեզ դեպի Աստվածատանը թե հեռացնում է Աստծուց։ Եթե հեռացնում է Աստծուց, ուրեմն զգուշանանք, ուրեմն սա մեղք է։ Մենք պիտի մերժենք մեղքը։ Մենք պիտի մերժենք մեղքը, որպեսզի նորից վերադառնանք Աստծուն, որ Աստված գա մեր մեջ, որովհետև Աստված մեղավորների համար ցավում է, բայց մեղավորի մեջ չի ապրում։ Մեղքը պիտի հեռացնենք, որ Աստված գա մեր մեջ ապրի։ Պարզ ասած մեղքը ինչ է, պատվիրանի խախտումներ։ Մենք խախտեցինք Աստծո պատվիրանը։ Ասում է պատվիրաններից նույնիսկ փոքրերից մի բան չզեղչեք, այլ ամբողջը կատարեք, որպեսզի կատարյալ լինեք, ինչպես ձեր երկնավոր հայրն է կատարյալ, որ երկնքում է։ Աստծո ուզածը էսա է, Աստված ուզում է, որ մենք կատարյալ լինենք, իր նման կատարյալ լինենք։ Այս մենք չենք էլ կարող պատկերացնել, թե այս ինչ երանություն է, այս ինչ մեծ շնորհ եւ այս ինչ մեծ պարգև Աստված մեզ համար պատրաստել։ Աստված ուզում է մեր կատարյալ լինելը, Աստված ուզում է մեր աստվածանման լինելը։ Ոչ թե այնպես ինչպես չարը խապեց, ասեց Աստծո նման կլնեք, բայց մարդուն գցեց իր ոտների տակ։ Մինչդեռ Աստված ուզում է, որ մենք իրականում իրան նման լինենք։ Ինչպես Աստծո ցույց տված ճանապարհով։ Ուրեմն այսօրվանից մեր ճամփորդությունը սկսում է դեպի կատարելություն, դեպի Աստված, դեպի փրկություն, դեպի հավիտենական կյանք։ Եվ Աստված եթե կյանք տա, այս մեծ բաքի Իրակիների շղթայով ընթանալով մենք պիտի փորձենք այդ ճանապարհով քայլել, հա, եւ եթե ոչ միայն խոսենք, այլ նաեւ այդ խոսքը ապրենք մեր կյանքի մեջ, մեր ամենօրյա այսօրվա, վաղվա, առավոտյան, երեկոյան, եկեղեցում, դրսում, աշխատանքի վայրում, տանը, փողոցում, ամենտեղ եթե փորձենք այդ մտածումներով ապրել, հա, թերևս բախի վերջում արժանանանք մի քիչ Աստվածանման լինելու կամ մի քիչ Աստծուն մոտենալու։ Թող Աստված մեզ սովորեցնի, օգնի, որ մենք կարողանանք այս մեծ բախի ընթացքում ձեռք բերել խոնարհություն, հնազանդություն, հա, եւ հասկանանք ուր ենք գնում, ինչի ենք ձգտում, ինչ ենք մենք ուզում այս աշխարհի մեջ, քանի մարդը չգիտի ինչ է ուզում, ոչ միտեղ էլ չի հասնի, բայց եթե մարդը հստակ գիտի ինքը ինչ է ուզում, ինքը կհասնի, հա, ասում է երկու ճանապարհների վրա կաղացողը ոչ միտեղ էլ չի հասնի։ Մենք պիտի հստակ մեր կյանքը ուղենշենք, մեր փափագը ինչն է, երկնքի արքայությունն է, հես աշխարհը վայելելն է։ Երկուսը իրար հետ չի լինի։ Եթե մենք հստակ չգիտենք եւ վերջնական որոշում չունենք ամուր, մենք ուր ենք գնում, մենք տեղ չենք հասնելու։ Մենք տեղ չենք հասնելու։ Իսկ եթե դու հստակ ունես, ուրեմն մնացած ամեն ինչ ստորադասում ես քո նպատակին եւ ընթանում ես դեպի այդ նպատակը։